2025 թվականի գործունեության հաշվետվությունը ներկայացնելիս Հայաստանի գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը նախանդրադարձավ զինված ուժերում արձանագրված դեպքերին, ընդգծելով մի կարևոր դրական միտում. Ծառայության հետ կապված զինծառայողների մահվան դեպքերը կտրուկ նվազել են։ 2025-ին նման դեպքերը կազմել են 9, մինչդեռ 2024-ին 27, այսինքն արձանագրվել է 66.7% նվազում։ Ըստ գլխավոր դատախազի տարվա ընթացքում սպանության որևէ դեպք չի գրանցվել, մահվան դեպքերից 4-ը եղել են անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու, մեկական դեպք պաշտոնեական անփութության եւ բուժաշխատողի կողմից պարտականությունների ոչ պատշաճ կատարման հետևանքով, մեկ դեպք կայծակնահարության եւ 2-ը հիվանդության պատճառով։ Դեպքերի թվի առաջին հայացքից մեծաքանակությունը պայմանավորված է նրանով, որ ռազմական ոստիկանությունը յուրաքանչյուր փաստով, անկախ նրանից դա առերևույթ պատահարի հատկանիշներ ունի թե ոչ, ներկայացնում է հանցագործության մասին հաղորդում, դրանով ապահովելով, որպեսզի դեպքը հանգամանքները ամբողջությամբ ստուգվեն եւ փաստվեն, որ դա պատահար է կամ ոչ։ Դատախազը նաև ներկայացրեց քրեական վարույթների վերաբերյալ տվյալներ 2025-ին ավարտվել է 3495-ով կամ 9.2%-ով ավելի քրեական վարույթ, քան նախորդ տարում։ Դրանցից զգալի մասը, ավելի քան կեսը, քննվել է մինչև 2 ամիս ժամկետում, ինչը վկայում է նախաքննության արդյունավետության բարձրացման մասին։ 24 թվականի համեմատ 25 թվականի բացահայտման ցուցանիշն աճել է 6.9%-ով։ Հանցագործության 40722 դեպքերի բացարձակ մեծամասնությունը 82.6%-ը ոչ մեծ եւ միջին ծանրության հանցագործություններն են, այսինքն նվազ հանրային վտանգավորություն ունեցող հանցագործությունները։ 24 թվականի համեմատ հանցավորության ընդհանուր ծավալի մեջ արձանագրվել է ծանր եւ առանձնապես ծանր հանցագործությունների տեսակարար կշռի նվազում 0.9%-ով։ Կոռուպցիոն հանցագործությունների մասով արձանագրվել է նվազման շարունակական միտում՝ 2023-ին 1368 դեպք, 2024-ին 1116, իսկ 2025-ին 996։ Դատարաններում ավարտվել է 157 կոռուպցիոն գործ, որով 193 անձ դատապարտվել է, սակայն աճել է նաև արդարացումների թիվը 32 գործով 55 անձ։ Պետությանը պատճառված վնասների վերականգնման ուղղությամբ ևս նկատվել է ակտիվ աշխատանք։ Քրեական վարույթների շրջանակում վերականգնվել է զգալի գումար, իսկ միայն զինվորական դատախազության ուսումնասիրություններով արձանագրված վնասներից վերականգնվել է 938 միլիոն դրամ։ 25 թվականի ընթացքում դատարան ներկայացված կոռուպցիոն գործերի թվում են նաև բազմադրվակ եւ ժամանակին հանրային քննարկումներ առաջացած մի շարք գործեր, որոնք վերաբերում են Հայաստանի Հանրապետության նախկին վարչապետ եւ մի շարք այլ պաշտոններ զբաղեցրած Հովիկ Աբրահամյանին, Երևան քաղաքի կենտրոն համայնքի ղեկավար, Երևանի քաղաքապետ եւ այլ պաշտոններ զբաղեցրած Գագիկ Բեգլարյանին, զինված ուժերում բարձր պաշտոններ զբաղեցրած Հայկազ Բաղմանյանին, 2008-15 թվականների ընթացքում Աբովյանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցրած Կարապետ Գուլյանին, Ազգային ժողովի պատգամավորներին, Գյումրի համայնքի ղեկավար Վարդան Ղուկասյանին, Աբովյան համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Վահագն Գևորգյանին եւ Վաղաշապատ համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Դիանա Գասպարյանին եւ այլոց։ Առանձին կարևոր ուղղություն էլ եղել է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնականությունը։ 20 թվականի սեպտեմբերի 3-ից, այսինքն այն պահից սկսած, երբ վարչությունը ձևավորվել է դատախազությունում, մինչ 25 թվականի դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում նախաձեռնվել է 758 ուսումնասիրություն։ 26 թվականի մարտի 1-ի դրությամբ դատարաններում քննվող հայցերի ընդհանուր թիվը 166-ն է։ Հիշեցնեմ, որ այս թիվը արդեն վերջնական թիվն է այս պահի դրությամբ եւ չի ներառում բոլոր այն հայցերը, որոնցից Սահմանադրական դատարանի դիրքորոշումից հետո դատախազությունը հրաժարվել է։ Դատախազության գործունեության արդյունքում Հայաստանի Հանրապետությանը եւ համայնքներին են վերադարձվել հողատարածքներ, անտառներ, մշակութային ու հանրային նշանակության օբյեկտներ։ Միջնորդագրերից բացի դատախազությունը մի շարք առանձնատների վերաբերյալ, բացի ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցերից, նաև պետական շահերի պաշտպանության հայցեր է ներկայացրել դատարան, վստահ եմ նույնիսկ ձեզ ծանոթ առանձնատների մասին է խոսքը, մեկը ոստիկանության նախկին պետ Վլադիմիր Գասպարյանի կողմից ապօրինի կառուցված Սևանի առանձնատունն է, որը անցնում է նաև ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մեր հայցով, Հարսնակար հյուրանոցի վարչական համալիրին հարակից հատվածն է եւ բուն համալիրն է, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ, ազգային ժողովի նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի կողմից ապօրինի կառուցված Սևանի առանձնատունն է, որը կրկին հայցով գտնվում է դատարանում, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի կողմից ապօրինի կառուցված Սևանի առանձնատունն է, ինչպես նաև կապավոր Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Արման Հակոբյանյանի կողմից ապօրինի կառուցված Սևանի առանձնատունն է։ Վարդապետյանը նաև նշեց, որ եղել են դեպքեր, երբ բանկային համակարգում անվտանգության թերությունների պատճառով քաղաքացիների անուններով վարկեր են ձևակերպվել
առանց նրանց մասնակցության։ Այս հարցով նախաձեռնվել են միջոցառումներ եւ բանկերին առաջարկվել է ուժեղացնել վերահսկողական մեխանիզմները։ Միաժամանակ ընդգծվեց, որ կիբերհանցագործությունների մի մասը պայմանավորված է քաղաքացիների թվային անբավարար գրագիտությամբ, ինչի հետևանքով նրանք անձամբ են փոխանցում իրենց գաղտնի տվյալները։ Հայաստանի գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը խորհրդարանում նաև հայտարարեց, որ Վեդու մանկապղծության դեպքի մասին իրավապահ մարմինները տեղեկացել են միայն այն բանից հետո, երբ այն դարձել է հանրային։ Գործով քննությունը գտնվում է դատախազության ուշադրության ներքո։ Շուտով կկիրառվեն խափանման միջոցներ, նման բնույթի գործերով իրավապահները հաճախ ավելի խիստ մոտեցում են ցուցաբերում։ Քննությունը նպատակ ունի կանխելու նման դեպքերի կրկնությունն ու ապահովելու գործընթացի արդյունավետությունը։ Բազմաթիվ իրավիճակներ են ունեցել ոչ միայն Գեղարքունիքի մարզում, այլև Արարատի մարզում։ Ունենք իրավիճակներ, երբ երեխաները ներգրավված են եղել ոռնկագրական բնույթի տեսանյութերի պատրաստման մեջ Երևան քաղաքում եւ Շիրակի մարզում, եւ այս ամբողջ ցավալի քարտեզագրությունը միայն այս դեպքով չի, որ ինձ հայտնի է։ Երբ առաջին անգամ մի քանի տարի առաջ Գեղարքունիքի մարզում նման իրավիճակի ես հատուկ եմ բառերն ընտրում, հաշվի առնելով նաև զգայունությունը եւ մեզ ունկնդրող աշակերտների առկայությունը, մենք միջնորդագիր հասցեագրեցինք իրավասու մարմիններին առաջարկելով, որպեսզի դատախազությունը լինի այն հանձնաժողովներում, որոնք կանխարգելիչ գործառույթներ ունեն։ Լուսինե Գրիգորյան, Free News, Ազատ լուրեր։